Սրանք մեր պաշտպանությանը սպառնալիք են։ Հնարավոր չի այս տարածաշրջանում, երբ որ մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ, թշնամու զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխանության տարածքում, իրենց առաջարկած կոնցեպտով պարզապես հնարավոր չի պաշտպանել մեր երկիրը։ Դու չես կարող պատերազմական իրավիճակում գտնվող երկրի պայմանագրային զինծառայողը, որը ձյան, անձրևի եւ կյանքի սպառնալիքի տակ պաշտպանում է հայրենիքը, վարձատրվի ավելի ցածր, քան օրինակ լյուքս մեքենաներով պարեկները, դատախազները կամ քննիչները։ Սրանց վարած բանակի նկատմամբ քաղաքականությամբ եւ վերջերս նաեւ շրջանառության մեջ դրած օրինագծերով եւ առհասարակ բանակի նկատմամբ վերաբերմունքով մենք մեր երկրի դռները ամբողջությամբ բացել ենք թշնամու առաջ եւ սրանով հասնելու ենք ոչ թե խաղաղության, այլ ունենալու ենք նոր տարածքային կորուստներ։ Եթե կարճ ձևակերպենք սրանց բանաձևը, հետեւյալն է. բարեկամանալ մեր թշնամիների հետ եւ թշնամանալ մեր բարեկամ երկրների հետ։ Սա փորձում են հիմնավորել հետեւյալ կերպ. եթե մենք բարեկամանանք մեր թշնամի երկրների հետ, դրանով կհասնենք խաղաղության։ Իրականում իրենց վարած քաղաքականության արդյունքում հրաժարվում ենք բարեկամներից եւ արդյունքում երկիրը կանգնեցնելու ենք ինքնամեկուսացման եզրին, բերելով նոր պատերազմի վտանգներ։ Մեր հանդիպման ժամանակ մենք այդ թուղթը չենք տեսել։ Ես այդ թղթի մասին առաջինը տեսել եմ եթերով։ Բայց խնդիրը նույնիսկ դա չի։ Իրոք դա չի։ Հրապարակային կերպով ասել ենք։ Հիմա այն ինչ որ տեղի է ունենում այս պահին, տեսնում եք էլի։ Այսինքն մենք ասում ենք կա անցեք առաջ կենտրոնացրեք ուրիշ տեղ։ Եթե ամբողջ նպատակը կենտրոնացնելն է մեր վրա, ու այս ձևով խոսել, խնդրեմ։ Այսինքն արդեն տպավորությունա, որ զբաղմունք չկա, անելիք չկա, օրակարգ չկա, դաշտը լցնելու ու երևալու ինչ որ պրոցես է։ Դուք այսինքն այս կարևոր գործընթացը, այս մակարդակով, այս մոտեցմամբ, այս մարդկանցով, հա, ու լուրջ է այս ամեն ինչ։ Իսկ ինչ է խանգարում, երբ որ հրապարակային հայտարարությունը հիմք ընդունենք ու անցնենք առաջ։ Իսկ ինչն է խանգարում, երբ որ խորհրդարան մուտք կլինել, անելուց կլինեք, որտեղ Սահմանադրության 115-րդ հոդվածը ասում է, որ իմպիչմենտի գործընթացը սկսվում է պատգամավորների 1/3 ստորագրության պարագայում։ Այսինքն, երբ որ այդ գործընթացը անելու կլինեք, այդ ստորագրությունները կա։ Իսկ, այսինքն հարցեր են չի առաջանում, ինչի։ Քաղաքական ուժը, երբ որ հրապարակային հայտարարություն է անում, դրանից այն կողմ հիմք չկա։ Այս խոսակցությունը սրանով չի փակվում։ Եթե process-ը ձգվում է աշուն, ու աշնանն այդ գործընթացները տեղի ունենալու, մենք չենք փակում այս խոսակցությունը։ Մենք մեր գործընկերների հետ երբեք շանտաժով, պարտադրանքով կամ վիավորանքով չենք խոսը։ Իսկ եթե հասկանանք, ինչ որ մարդկանց միջոցով այս ճանապարհով են ուզում հարցերի լուծման հասնեն, վստահեցնում եմ ձեզ, դա ոչ միայն այդ հարցերի հաջողության հասնելուն միտված չեն, այլ լուրջ խոչընդոտ են։ Կա Հայաստանում մի քաղաքական ուժ, որ ասել այդ ընտրություններին չեն մասնակցում։ Այդ թվում նաև նրանք, ովքեր այդ ընտրություններին դեմ են խոսում։ Իրենք հայտարարել են, որ չեն մասնակցում։ Այսօր ընդհակառակ իմ տպավորությամբ Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր միավորները ըստ էության պատրաստվում են այդ ընտրությունները։ Բայց մեր մոտեցումը շարունակում է մնալ հետևյալը. պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի, չպետք է բացառել փողոցային ճանապարհով սրանց հեռացնելը, ընդհակառակը պետք է պատրաստվել առաջին հերթին դրան։ Նոր դրա արդյունքների հիման վրա կհասկանանք այդ ընտրությունները երբ տեղի կունենան, ինչ ֆորմատով, որովհետև ես նույնիսկ նման ձևակերպում եմ տվել, որ եթե սրանք շարունակում են մնալ իշխանության, շատ հետաքրքիր է այդ ընտրությունները Հայաստանի ինչ սահմաններում է տեղի ունենալու, որովհետև սրանք աշուն գարուն սովորաբար Հայաստանից ինչ-որ կտորներ հանձնում են։ Ժողովը նաև շատ գնահատելով այն աշխատանքները, որ կատարվել են, նաև բավարար չի գնահատել այն ծավալի աշխատանքը, որ մենք իրականացրել ենք մեր ժողովրդի հետ, կազմակերպելու մեր աշխատանքները ընդլայնելու ուղղությամբ եւ հստակ խնդիր է դրվել նոր գերագույն մարմնի առջև ժողովրդի ավելի լայն զանգվածների հետ ավելի մեծ շփումներ
ունենալու, կազմակերպելու, տեղերում կուսակցության տարածքային կազմակերպության ազդեցությունը ուժեղացնելու, համակիրների ցանկ ձևավորելու եւ այս ամեն ինչը անել ցանկացած սցենարի պատրաստ լինելու համար եւ բոլոր հնարավոր միջոցներով հասնել այս իշխանությունների հեռացմանը։ Մեր ռազմավարական նպատակը ամբողջության մեջ նոր որակի ազգային պետության ստեղծումն է, որը կլինի անվտանգ, պաշտպանված, մրցունակ, սոցիալապես արդար եւ ամենակարևորը կպաշտպանի հայ ժողովրդի հավաքական իրավունքները եւ այլ ոչ թե սրանց իրական Հայաստանի կեղծ կոնցեպտի տակ կհրաժարվի հայ ժողովրդի հավաքական իրավունքներից, ինքնությունից եւ կգնա Հայաստանի թրքացման ուղղությամբ։